Լուսարոտին շարունակում ենք, ողջունում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր քիչ առաջ մեզ միացան եւ ովքեր որ սկսել են օրը մեզ հետ եւ այս տեսանյութի բոլոր մանրամասները եւ ոչ միայն խոսենք մեր շատ կարեւոր հյուրի հետ, բայց նախ նշեմ, հոկտեմբերի 25-ից 27 Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքում անցկացվել է ազգերի մրիկ ժողովրդական պարերի պրոֆեսիոնալ մրցույթ փառատոնը, որին մասնակցել են մոտ 30 կոլեկտիվներ, շուրջ 600 մասնակիցներով։ Դրանցից 10-ը եղել են հայկական պարեխմբեր, տեղի տարածաշրջանում գործող։ Փառատոնի պատվավոր հյուրի հրավիրված եղել նաև Հայաստանից, ում հետ էլ խոսելու ենք պարարվեստից, մասնավորապես դրսում գործող պարախմբից, ինչպես նաև անցած շաբաթվա վերջում տեղի ունեցած Շիրակի էսքիզներ պարի հանրապետական 16-րդ մրցույթ փառատոնին մասնակցության մասին։ Իսկ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալակիր Նինահար պարային համույթի գլխավոր բալիսմեյստեր դասախոս Արտյոմ Ռաֆայելյան։ Բայլուս բարարոտ, շնորհակալ ենք, որ վստահ եմ ģեր ծանրաբեռնված գրաֆիկ ունենալով միևնույն է ժամանակ գտել եք եւ եկել եք մեր մոտ։ Այո։ Որովհետեւ խոսել ենք շատ կարևոր թեմայի շուրջ եւ ցավոք սրտի կուզեի միայն դրական կողմերից խոսենք, բայց ինչպես հասկանում եմ նաեւ ունենք բացասական կողմերը, որոնց մասին քիչ անց կխոսենք, բայց եկեք նախ անդրադառնանք հոկտեմբերի 25-ից 27 Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած այս շատ սիրուն մրցույթ փառատոնին։ Նախ շնորհակալ եմ Կենտրոն TV հեռուստաընկերության ողջ անձնակազմին, ինձ հոգի առազատ խավարում եւս մեկ անգամ հրավիրելու համար, բարձրաձայնելու այն կարևոր մասերը պարարվեստի հետ կապված եւ թե Ռուսաստանի Դաշնության գործող հայկական պարախմբերի եւ թե հայրենիքում գործող մեր պարախմբերի մասով ասեմ, որ հոկտեմբերի 25-ից 27-ը տեղի ունեցող մրցույթ պարային փառատոնի պրոֆեսիոնալ պարային փառատոնի միակ հայ ներկայացուցիչը որպես ժյուրի անդամ հրավիրված է ես, քանի որ տեղի տարածաշրջանում գործում են գրեթե բազմաթիվ պարային կոլեկտիվներ, հայկական պարարվեստի մասով նկատի ունեմ։ Ասեմ շատ բարձր մակարդակի կազմակերպված, հենց Ռոստով քաղաքում, որտեղ ելույթ էին ունենում տարբեր պարային կոլեկտիվներ, այդ թվում Դաղստանի, Չեչնիայի, Ինգուշետիայի, եւ նաեւ տեղի քաղաքի գործող Հայաստանից խմբեր չկան գնացած։ Տեղում գործող միայն հայկական պարախմբերի մասով։ Շատ լավ է, շատ հրաշալի է, որ պահպանում են մեր հայկական արվեստը, որտեղ մանուկները, պատանիները կտրվում են այդ պահից ու պահպանում են հայկական արվեստը։ Շատ կարեւոր է, բայց նաեւ երկրորդ տեսակետից ուզում եմ ասեմ դիտարկել այն հանգամանքը, որ պարային ճիշտ էթիկան պետք է դրսևորվի։ Ինչքանով որ դու կարողանում ես հայկական պարարվեստը բեմադրել, ներկայացնել, բայց նրա պատմությունն ու սկզբունքները շատ կարևոր է։ Ինչի համար որ պետք է շատ ուսումնասիրենք, շատ պետք է աշխատենք, որտեղ եթե համեմատական ես տանում մեկ ուրիշ պարակոլեկտիվների հետ կապված, տարբեր ազգերի, նրանց մոտ ավելի տեխնիկապես հզոր եւ ավելի կատարելագործված ու պատասխանատու են իրենցից ազգային պարին։ Թյուր կարծիք են բռնված, որ մեր Հայաստանում պարող տղաները մի տեսակ ամոթ են զգում պարի գնալուց։ Բայց տվյալ ազգերը, հա, նրանց մոտ ամոթ է պարի չգնալը։ Ի տարբերություն մերոնց։ Շատ կուզենամ, որ մեր հայ երիտասարդները, պատանիները, երեխաները, տղա երեխաները անպայման գնալ, որպեսզի պարել մեր հայոց ռազմապարերը, որպեսզի պարել մեր հայկական պարարվեստի գեղեցիկ ուժային պարերը, որը որ արժեպատիվ է մեր տղա երեխաների համար։ Ոգեշնչման միջոց է, ռազմապարով ոգեշնչման միջոց է, որը որ շատ կարևոր է եւ ազգապահպան դրսևորում է։ Մեր մոտ դեռ եմոսմա կանդրադառնանք, նախ կրկին գնանք տարածաշրջան, հա, Ռուսաստան տվյալ դեպքում, նախ դա շատ լավ է, երբ որ գործում են տարբեր խմբերը, հա, պարային, որովհետև շատ երեխաներ կան, ցավոք սրտի, ովքեր որ հայրենիքից տեղեկություն չունեն, ընդհանրապես միգուցե հայերեն էլ չեն խոսում, ցավոք սրտի այլևս, եւ պարը հնարավորություն է շրջվելու դեպի արմատներ, դեպի մեր պատմություն, բայց ինչպես հասկացանք, ըստ ձեզ ինչ որ թերացումներ կան, հա։ Այո։ Ինչու՞մն է խնդիրը, ո՞րն է պատճառը։ Խնդիրը կայանում է նրանում, Գարնջը, որ պարուսույցները չունեն պարարվեստի տեղեկություններ, այսինքն ես խորհուրդ կտամ այն պարարվեստի ներկայացուցիչներին, ովքեր որ ստեղծում են, ես ինքս 7 տարի աշխատել եմ
Ռուսաստանի Դաշնության քաղաք Մոսկվայում, ունեցել եմ իմ պարային կոլեկցիվները, առեսօր էլ գործում են, եւ ես խորհուրդ կտամ մեր մնացած պարուսույցներին, որպեսզի իրենք վերապատրաստումների գնան, լինեն ավելի մոտ պատմությանը, ուսումնասիրեն մեր տարբեր պարային եւ բեմադրական պարային եւ իհարկե ազգային էթնիկ պարերին ավելի մոտ լինեն կանգնեն, որպեսզի հասկանալով այդ ամեն ինչը կարողանան ներկայացնել եւ բեմադրել իրենց կոլեկտիվների մեջ։ Այսօր շատ ցավալի երևույթ է եւ փաստ, ցավալի երևույթ է եւ ես եւ նոր սկսնակ պարուսույցներին եւ թեկուզ երկարամյա գործող պարարվեստի մանկավարժներին խորհուրդ կտամ, հորդոր կտամ, որ հանկարծակի իրենց պարակոլեկտիվների մեջ չօգտագործեն կինտո պարաձևի հագուստով աղջիկներին բեմ են հանում։ Դա ամենախայտառակ բանն է, պատկերացնում եք, շատ ցավալի բան է դա։ Կինտոյի հագուստով դուրս են բերում բեմարվեստ։ Դա չի կարելի պարզապես։ Անկեղծ եմ ասում։ Դա նույնն է ինչ որ տղային հագցնեն, հա, երկար ինչ որ լիրիչսկի հագուստ եւ հանեն, դա նույն համեմատական բանն է։ Չի կարելի դա։ Եթե չունեք պարախմբերում տղաներ, ուրեմն մտածեք ուրիշ բան անելու կամ ընդհանրապես հանեք դա ծրագրերից։ Տարբեր առիթների մենք տեսնում ենք։ Դա կատեգորիկ արգելելու բան է, որ չի կարելի։ Դա պարային մեր գրագիտության ընդհանրապես որևիցե առնչություն չունի։ Ունենք շատ լավ գեղեցիկ պարեր, ունենք գեղեցիկ երաժշտություններ, ունենք ավետիսյանական երաժշտություններ, Խաչատուր Ավետիսյանը շատ հրաշալի ժողովրդական կոմպոզիտոր մեծանուն, որ ստեղծագործել է 100-ից ավելի ստեղծագործական աշխատանք ունի, բեմադրեք այդ ամենը։ Կոմիտաս ունենք, հրաշալի ստեղծագործություններ, Կոմիտասի ներքո բեմադրեք, որը որ ավելի դասական, ավելի գեղեցիկ է բեմարվեստի համար։ Իսկ ինչը որ կա, վերաբեմադրում են աղջիկների վրա, հագցնում են աղջիկներին տղայի հագուստ եւ դուրս են հանում բեմ։ Ես սրա մասով շատ եմ ուզում, որ շատ լուրջ վերանայեն այս ամենի մասին, մեր սկսնակ, ինքնագործ եւ այն պարուսույցներ, ովքեր որ ուզում են մոտ լինել պարարվեստին։ Հարգելի պարուսույցներ, զերծ մնացեք նման տեսակ պարային ներկայացումներից։ Ուսումնասիրեք, ամոթ չի հարցնելը, ամոթ չի նյութերից օգտվելը։ Դա ամոթ բան չի, իհարկե, ամոթ է որ չիմանալն ու անելն է, իմ կարծիքով։ Իսկ Ռոստովում գործող մնացած պարային կոլեկտիվներ ունենք, ովքեր որ աշխատում են, ովքեր որ քրտնաջան աշխատում են, ապրեն իրենք, որ կտրում են փողոցից երեխաներին, հա, հայկական պարարվեստը փորձում են ներաշխարը դաստիարակել երեխայի մեջ։ Եվ վերջի վերջո պարը դա միայն թռնոցի կամ շարժում չի։ Պարը դա հոգու ներդաշնակությունը, միշտ ես ասել եմ, պարը դա հոգու կերտվածք է, որովհետև դու գործ ունես անմիջական երեխայի հետ եւ նրա հոգու ներդաշնակության հետ։ Դաստիարակել պարով երեխային դեպի բարությունը, դեպի սերը, դեպի ներդաշնակությունը։ Միայն շարժումը չի պարի մեջ ներառված։ Եթե դուք գտեք քիչ ձեր ասացին անդրադառնամ, ինձ թվում է ես եմ սխալվում միգուցե, ես չնայած դուք ավելի շատ եք շրջագայմի վրա փառատոներին ավելի շատ եք մասնակցում, վստահ եմ որ դուք նկատած կլինեք ես վստահ եմ որ Վրաստանում օրինակ մոտիկա մեր հարևանը Վրաստանն է, հա, չեմ կարծում որ իրենց պարային խմբերում առաջին տալիս ասում են եկեք Քոչարին պիտի սովորեն, չէ, Քոչարին, իրենք իրենցն են առաջին հերթին, իրենց ազգական պարերն են սովորում, առաջինը դա պետք է իդեալական իմանալ։ Մեր մոտ ոչ բոլորի դեպքում եմ իհարկե դա ասում, բայց նկատվում է որ շատ ինչ որ տենց օտար պարերին ավելի շատ են տեղ տալիս, թե սխալ ենք նկատի, ինչու՞մ է։ Դուք շատ ճիշտ եք նկատեք, Արենջը, որովհետև նորից կվերադառնամ իմ ասելիքին, որտեղ նրանք դեռ մոտ չեն մեր հայկական չնաշխարհիկ ազգային եւ բեմադրական պարերին։ Այ եթե պարուսույցը կարողանա ներբեռնել իր միտքն ու հոգին հայկական ավելի խորը նայել այդ ամենը, երբեք չի գնա օտարամոլությանը, երբեք։ Դրա համար ինչա պետք։ Դրա համար պետք է աշխատել։ Ինչու են Վրաստանում այդ կարգի իրենց մոտ գտնում իրենց ազգային պարարվեստը, նրանք ամբողջովին մոտեցել են, խորացել են իրենց պարարվեստի այն ակունքներին, դրա համար կարողանում են իրենց պարը դարձնել առաջնային։ Ասեմ իդեպ, որ տվյալ փառատոնում, որ ես գնացել էի,
այսօր սոցհարթակներում այդ պարային կոլեկտիվին քննադատում են։ Դաղիստանի ներկայացուցիչը պարային կոլեկտիվի, հենց ծնունդով դաղիստանցի, ինքը բեմադրել էր հայկական վարդավառ պարը, պատկերացնում եք։ Եվ ինքը ինձ տեսնելով շատ ուրախացավ, ասում էր, ես պարուսույց էի ման գալի, ղեկավար, որին որ կարողանայի հայկական պարարվեստի մասին, վարդավառի տոնի ծեսի մասին իմանալ, բայց ինֆորմացիա ցավոք չունեցա։ Ես ինքը պատկերացրեք, այնքան գեղեցիկ ուսումնասիրել էր վարդավառի մեր ծեսը եւ ստեղծել էր էպիկական մի հետաքրքիր պար, դույլերով, վարդերով, վերջում մի փոքր արագ մասնիկների մեջ ներբեռնել էր իրենց, հա, էմոցիոնալ պավվածքը բարի մեջ, ես իրեն ճիշտ է ասացի, որ մեր հայ աղջիկները, հայ կանայք ոտքերը չեն նետում 90 աշճան բարձրության վրա, ազգային բարի վրա, որ ինքը այդ փոքրիկ մասնիկները պետքա շտկեր։ Եվ մեծ հաճո, այնքան հասարակ եւ պարզ պարարվեստի հենց արժանի, որպես պարուսույցի արժանի պահվածք ունեցա եւ ընդունեց այդ ամենը, որ ես էլ ինձ լավ զգացել։ Մարդը շատ ուրախալի փաստ էր, պատկերացնում եք, որ մեր պատմությունը, մեր պարը ինքը վերցրել էր։ Իօգուտ մեզ էր դա, որովհետև շատերը տեղակայել չէին։ Շատ ուրախացավ, պատրաստական եղա, որպեսզի հաջորդիվ իր բեմադրական աշխատանքի մեջ պատրաստ լինեմ, ինչքանով որ իմ հնարավորությունները գների, իրեն օգնեմ, ավելի մոտ կանգնացնեմ մեր պարարվեստի պատմությանը, որովհետև ինչքան մենք կանք, հայ ազգ ինչքան կա, այնքան իր պարը կա, երկն ու պարը կա, նրանք զուգակցված են եղել։ Եվ այսօր մեր այս բազմա հազարանոց պարարվեստի շատ պարեր ունենք ազգային Կարել ջան, շատ, չեք պատկերացնում, եւ մեկը մյուսից տարբեր են, եւ երաժշտություններով, եւ պարային պատկերներով, եւ շարժունողականությամբ։ Դրա համար ավելի խորհուրդս կտամ իմ 22 տարվա փորձով որպես պարարվեստի մանկավարժ, պարուսույցներն էլ ավելի խորը գիտակցեն, ավելի մոտ լինեն, ուսումնասիրեն, որպեսզի այս պատկերները չունենանք, որովհետև իրոք պետք է հսկենք մեր պարարվեստը, քանի որ մեծ ընկոմիտասն ասում էր, պարը դա յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աշտիճանն է եւ նրա բնորոշ գծերն են։ Հիմա այդ տեսակ պարարվեստով աշխարհը ինչ քաղաքակրթության պետք է ճանաչի մեզ։ Դրա համար ավելի լուրջ եւ ավելի տեղին պետք է սա ամեն ինչը իրականացնել։ Ես կկրկնեմ, որպեսզի ավելի մոտիկ լինեն, ավելի խոր ուսումնասիրեն հայկական պարարվեստը։ Շատ կարևոր արվեստ է։ Արվեստների ամենաբարդ արվեստն է պարը, որտեղ իր մեջ ներառում է ոչ միայն շարժում, նկարչություն, երաժշտություն, ամբողջը ներառված է պարարվեստի մեջ։ Եվ միակ սինթետիկ արվեստն է, որը փոխանցվում է սերունդ։ Նկարիչներն իրենց կտավի մեջ են դարերով փոխանցում։ Երաժիշտները իրենց նոտաներով են փոխանցում, բայց պարարվեստը ինքը պետք է պարով փոխանցվի այդ ամենը։ Իհարկե Սրբուհի Լիսիցյանը մեր մեծանուն պարարվեստի հիմնադիրներից, նա նոտայագրել է բոլոր պարերը, պատկերացնում եք, դեռևս 1920-ականներին խորհրդային Հայաստանի ժամանակ Վարամ Արիստակեսյան եւ Սրբուհի Լիսիցյան նրանք մեր պարարվեստի հիմնաքարերն են եւ նրանք նոտայագրել են պարը եւ ինչ որ ազգային պարարվեստի մեջ մենք ունենք պահպանված հին էթնիկ մեր ազգային պարեր, որոնք որ մեր համար հիմք կարող են հանդիսանալ, կառուցել այսօր արդի հայկական պարարվեստը։ Դրանց ցավոք սրտից վստահ եմ, որ շատերը չգիտեն դրա մասին, ինչ որ դուք քիչ խորհուրդ թող կարդան, անուններ չեմ տալի հենց։ Բայց կարծում սա նաև ինչ որ պետք է վերահսկի, այսինքն պարուսույցների հետ ինչ որ հանդիպումներ հաճախակի պետք է լինեն ազգայինը մերը հայկականը առաջ տանելու նոր, հետո օտար համաձայնում շատ սիրուն օտար պարեր կան, բայց առաջին հերթին պետք է լինի մերը հայկականը։ Նաև ուզում եմ անդրադառնալ ներողություն Շիրակի էսքիզներ բարի հանրապետական 16 մրցույթ փառատոնին ավելի մանրամասն, քանի դեռ ունենք ժամանակ։ Իդեպ ասեմ Շիրակի էսքիզները եղել է Կիրակի օրը, 2 օր առաջ, մի քիչ ցույց տեղեկություն ա եղել, ինչ համար ներողություն եմ խնդրում։ 16-րդ փառատոնը Շիրակի էսքիզները կազմակերպում են հենց Գյումրու մեր ընկերները, գործընկերները, ապրեն իրենք, որովհետև այնտեղ չի կարող թերի կոլեկտիվներ մասնակցել։ Բարձր մակարդակի կոլեկտիվներ են, ապրեն, որովհետև ամեն տարի մաղվում, մշակվում է եւ պատասխանատու կոլեկտիվներ են դուրս գալիս բեմում։
ես բոլորովին վերջերս ինձ հրավիրել եմ մշակույթի համալսարան, հենակետային քոլեջ որպես հայկական ժողովրդական բարի դասախոս եւ մեկ ամսվա ընթացքում պատկերացնում եք տվյալ մեր բարային ուսանողներից կառուցել ենք բարային կոլեկտիվ 16 հոգուց բաղկացած աղջիկներին մենք ուղեկցեցինք որ այդ էսքիզներ պարափառատոնին իրենք մասնակցել եւ ունեցանք գեղեցիկ պատվով տեղ երկրորդ մրցանակը վերցրեցինք մեկ ամսվա ընթացքում դեռ մենք անելիքները շատ ունենք իդեպ ասեմ պարուսիստների մասին ներողություն եմ խնդրում անդրադարձ սիրելի ծնողներ ում մոտ որ տանում եք բարի ուսումնասիրեք այդ պարուսույցին թե ինքը որտեղից է ծնունդ առել իր բարային աշխարհը ինչ կարգավիճակով է այդ բարային կոլեկտիվով ձևավորել ես ոչինչ չունեմ մարդկային տեսակը շատ կարևոր է ինքը կարող է շատ լավ մարդ լինի հրաշալի մարդ լինի բայց գործի մեջ շատ թույլ լինի դա կարևոր է հա չենք ասում վատը կլինի թույլ հա բայց կարելի է որ այդ մասնագետը որպես վերապատրաստումների հաճախակի լինի որպեսզի ավելի գեղեցիկ ավելի հետաքրքիր ներկայացումները բարային ներկայացումները իր մոտ ավելի բաց, պարզ եւ գեղեցիկ գրագետ լինի այդ գրագիտությունը շատ կարևոր է Դե ցավոք սրտի այսօր որովհետեւ երեխաներին օրինակ sense են ընկերուհու, չգիտեմ, ընկերուհու երեխեն գնում այնտեղ, թող գնա այնտեղ։ Այդ տենց են որոշում։ Հարևանի երեխեն գնում այնտեղ, այդքանով են կողմնորոշվում։ Այդպես իրենց երեխայի ավելի վնասում են իրենց երեխային, անկեղծ եմ ասում, որովհետև այդ երեխան գնում է այնտեղ, ոչինչ չի սովորում։ Իսկ եթե ես եմ ծնողը, մենք ծնող ենք, գումար եմ տալիս իմ երեխան, որպեսզի գնա մասնակցի, ես պետք է հասկանամ ինչի համար եմ նպատակը, որն է, իմ երեխան ինչ նյութ է վերցնում այդտեղից։ Դրանք շատ կարևոր նուրբ բաներ են, որ պետքա ուշադիր լինենք։ Այդպես ուղղակի թռնոցի պետք չի լինի։ Պարը թռնոցի չի, պարը դա առանձնատու գիտություն է արդեն։ Եվ տարբեր մեր համալսարանում, ես ինքս մանկավարժական համալսարանում եմ վերջացրել դեռևս 2008 թվականին եւ այնտեղ արդեն դա գիտություն է, մանկավարժության գիտություն, պարարվեստի գիտություն, որովհետեւ պարով մարդիկ շատ ուժեղ հետաքրքիր գիտություն են ստեղծել ու առ այսօր աշխատում են գիտական թեզերի վրա։ Պարոն Ռաֆայելյան, շնորհակալ ենք շատ, սա այն թեման է, որի շուրջ կարելի է շատ երկար խոսել։ Ես վստահ եմ, որ դեռ կունենանք հնարավորություն առիթներ ձեզ կրկին հյուրընկալելու մեր մոտ ու այս շատ նուրբ ու սիրուն թեմայի շուրջ խոսելու։ Շնորհակալ եմ, իդեպ քիչ անց ձեզանից հետո կընդունենք Անդոկ երկի բարի խմբի հիմնադիրին, որտեղ կրկին առաջին տեղում է ազգագրականը, հայկականը եւ մերը։ Ես շատ ողջունում եմ ազգագրական այսօր էթնիկ պարախմբերին, ովքեր որ շատ գեղեցիկ կազմակերպում են ազգային պարերը։ Իմ խոսքը վերաբերում է բեմարվեստի մասին, բեմարվեստի խորեոգրաֆիայի մասին, որտեվ խորեոգրաֆիան դա ավելի շտկված, մշակված է, նրբագեղ, հա, վերջի այդ դրա մասին եմ խոսում կարողանա։ Շնորհակալություն ձեզ Կենտրոն TV-ի տաղավարին հրավիրելու համար, շատ զգացված եմ, հուսամ դրական եւ պոզիտիվ էս խոսակցությունը գնաց, ընդունելի թող լինի, անկեղծ եմ ասում։ Ես ինքս դեռ սովորելու լիքը բան ունեմ, ոչ թե միայն խորհրդի տեսքով, այլ հակառակը լիքը սովորելու բան ունենք, ինչքան որ ապրում ենք։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալակիր, Նինահար պարային համույթի գլխավոր բալիստմեյստեր դասախոս Արտյոմ Ռաֆայելյանը։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օր։ Մնացեք մեզ հետ, չենք հեռանում հեռուստացույցի առաջից, պատրաստեք երկրորդ սուրճը, այս պահին կլինի գովազդ, ինչից հետո կընդունենք մեր երկրորդ հյուրին։